1982 թվականի հունիսին, երբ Պոլիտբյուրոյի աշխատակազմը մուտք է գործել Խորհրդային Միության գլխավոր շենքի 5-րդ հարկի արխիվային պահարան, նրանք գտան մի բան, որ չպետք է գոյություներ։ Երկու թղթապանակ, կարմիր կնիքներով, որոնց վրա գրված էր միայն Անդրկովկաս գաղտնի համագործակցություն։ Այս թղթապանակներում էին լուսանկարներ, հեռագրեր և անձնական նամակներ, որոնք կապում էին Հայաստանի և Ադրբեջանի ամենազորեղ մարդկանց այնպիսի կապերով, որոնց մասին նույնիսկ KGB-ի բարձրաստիճան սպաներն իրազեկվածած չէին։ Երբ արխիվային հանձնաժողովը փորձեց խորանալ փաստաթղթերի մեջ, կարմիր կնիքները հանկարծ անհետացան։ Հարցը մնաց. ով էր պահպանում այդ գաղտնիքները հարյուրավոր տարիների ընթացքում։ Ով էր այդքան հզոր, որ կարողանար ջնջել հենց պատմության ամենագաղտնի էջերը։ Եվ ամենակարևորը, ինչ էր թաքցված այդ փաստաթղթերում, որ նույնիսկ 80-րդ թվականներին դրանք պետք է անհետացներ առանց հետքի։ Ֆադեյ Ռուբենի Սարգսյանը ծնվել էր 1900 թվականին Դիարբեքիրում, Օսմանյան կայսրության սահմաններում, երբ աշխարհը դեռ չգիտեր, թե ինչ է լինելու հայ ժողովրդի հետ մի քանի տարի հետո, նա ապրել է ցեղասպանությունը, տեսել է սեփական աչքերով, թե ինչպես կարող է ոչնչանալ ողջ մի ազգ, եւ սովորել էր գիտնալ, թե երբ պետք է լռել եւ երբ խոսել։ 1952 թվականից 1959 թվականներին նա եղել է Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության նախագահը կամ ըստ էության Հայաստանի ղեկավարը։ Սակայն դա ինչ որ պաշտոնական պատմագրությունը չի պատմում եւ ինչ որ թաքցվել է տասնամյակներ շարունակ, այն է, թե նա եղել է մի շատ ավելի մեծ խաղի մասը։ Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս 1958-ից սկսած նա ուներ այնպիսի մուտքեր, որոնք գերազանցում էին նույնիսկ Կրեմլի որոշ պաշտոնյաների իշխանությունը։ Նա ճանաչում էր բոլորին, եւ բոլորը ճանաչում էին նրան։ Բայց արդյոք նա գիտեր, թե նրա կապերը Բաքվի հետ մի օր կդառնան այն զենքը, որը կօգտագործվի ողջ Անդրկովկասը թունավորելու համար։ Հեյդար Ալիրզաօղլի Ալիևը ծնվել էր 1923 թվականին Նախիջևանում, ադրբեջանական ճակատագրի սրտում, որտեղ արդեն այն ժամանակ փշրվում էին հայ-թուրքական հարաբերությունների այս կամ այն հատվածները։ Նա սովորել էր գրել երկու դիմակ, մեկը կոմունիստ նվիրյալի, մյուսը հանրապետության իսկական տերի։ 1967-ից 1969 նա եղել է Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության KGB-ի ղեկավար, եւ այդ ժամանակ նա ստեղծեց կապերի ցանց, որին կհասկանայինք միայն տասնամյակներ հետո։ 1969 թվականին նա դարձավ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար եւ սկսեց իր վերելքը դեպի Քաղբյուրոյի ամենաթեժաթոռ Իսկ 1982 թվականին Հեյդար Ալիևը մտավ ԽՍՀՄ Քաղբյուրոյի դռներից, որպես լրիվ իրավունք ունեցող անդամ, մի տեղ, որտեղ խոսակցությունը կարող էր ընդմիշտ փոխել պետությունների ճակատագիրը։ Նա ուներ այն, ինչը Սարգսյանն արդեն կորցրել էր, կամ երբեք չերոբեք չէր ունեցել, ազդեցություն Մոսկվայի մթնոլորտում, որտեղ վճռվում էր Անդրկովկասի ապագան։ Բայց ամենաշատ հարցերը առաջանում են այստեղ. ո՞րն էր իրական հարաբերությունը այս երկու մարդկանց միջև։ Պաշտոնական պատմագրությունը խոսում է միայն պարետային նիստերի մասին, Անդրկովկասյան համագործակցության ձևական քննարկումների մասին, հանրապետությունների առաջնորդների միջև սովորական աշխատանքային հանդիպումների մասին։ Նրանք երկուսն էլ, Սարգսյանը եւ Ալիևը, մասնակցել են միութենական կառույցների նույն նիստերին, հանդիպել են միմյանց տարբեր պաշտոնական միջոցառումներում եւ երբեմն նույնիսկ միասին նստել են տոնական ընթրիքներում։ Սակայն ուր էր սահմանը պաշտոնական հարաբերությունների եւ անձնական կապերի միջև։ Եվ ինչու են տեղեկատվական աղբյուրները, որոնք երբեմն խոսում են անտանելի մանրամասներով այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել Կրեմլում կամ Բաքվում, լռում այս մասին։ Կարծես ինչ-որ մեկը պահպանում է այդ լռությունը, տասնամյակներ շարունակ, անգամ երբ բոլոր ականատեսներն արդեն չկան։ Կան ականատեսներ, որոնք մինչև օրս խոսում են այն մասին, թե ինչպես են 50-րդ եւ 60-րդ թվականներին Անդրկովկասի ղեկավարները մի կերպ փակ համակարգ էին ստեղծել։ Անդրկովկասյան ընտանիք, այսպես էին անվանում այդ խումբը, որը ներառում էր ոչ միայն Սարգսյանին կամ Ալիևին, այլև Վրաստանի եւ այլ հանրապետությունների ղեկավարներին։ Եվ այդ ընտանիքի անդամները, ըստ լուրերի, պարբերաբար հանդիպում էին առանց Մոսկվայի պաշտոնական արտոնության։ Նրանք քննարկում էին 3 հանրապետությունների ռեսուրսների բաժանումը, արդյունաբերության զարգացումը, մշակութային կապերը, բայց նաև ինչպես պահպանել իշխանության հավասարակշռությունը մի այնպիսի համակարգում, որտեղ Մոսկվան ցանկանում էր վերահսկել ամեն ինչ։ Եվ եթե մենք նայենք հարցին ավելի խորանալու անկյունից, կհասկանանք, որ այդ հանդիպումներում կարող էին քննարկվել նաև այն հարցերը, որոնք հետագայում կդառնային Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կորիզը։
1952-ից 1959 թվականներին, երբ Սարգսյանը ղեկավարում էր Հայաստանը, նա հաճախ ուղևորում էր դեպի Բաքու, կամ պաշտոնական այցերով, կամ աշխատանքային հանդիպումների համար։ Պաշտոնական փաստաթղթերը ներկայացնում են այս ճանապարհորդությունները որպես սովորական գործունեություն, բայց մի քանի վկաներ պնդում են, որ այդ այցերի ժամանակ Սարգսյանը հանդիպում էր ոչ միայն Ադրբեջանի պաշտոնյաների, այլև որոշակի մարդկանց հետ, որոնց անուններն արխիվներում չեն հիշատակվում։ Մի քանի փաստաթղթերում, որոնք միայն վերջին տարիներին են դասակարգազերծվել, կան անուղղակի ակնարկներ մասնավոր ընթրիքների և քննարկումների հատուկ ձևաչափերի մասին, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակաշրջանում։ Սակայն այդ ընթրիքների հյուրերի ցուցակները անհայտ են, նկարները բացակայում են, իսկ իրավապահ մարմինները մերժում են տալ լրացուցիչ տեղեկություններ։ Կարծես թե ինչ-որ մեկը փորձում է պահպանել այդ գաղտնիքը, նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր ականատեսներն արդեն չկան։ Միայն պատկերացրեք, դուք ապրում եք Երևանում 1959 թվականին, և քաղաքում լուրեր են տարածվում, որ Սարգսյանը նորից մեկնել է Բաքու։ Պաշտոնական զեկույցները խոսում են էներգետիկայի և տրանսպորտի համագործակցության մասին, բայց դուք, պարզ քաղաքացին, սկսում եք զգալ, որ ինչ-որ բան այլ է կատարվում հենց այդ պահին։ Նույն ժամանակ, երբ դուք տանը անհանգստությամբ սպասում եք նորություններին, Սարգսյանը Բաքվում նստած է ինչ-որ հանդիսավոր դահլիճում, որտեղ անշարժության մեջ են ամրացված ապագայի դավադրություններ։ Կարող ենք մենք ասել, որ նա իրազեկ էր այն խաղերի մասին, որոնք հետագայում կդառնային ահավոր իրականություն։ Եվ եթե նա իրազեկ էր, արդյոք նա կարող էր ինչ-որ բան անել, թե պարզապես ընտրել էր լռել, իր սեփական ու իր հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Սա հարց է, որը շատերը տալիս են, բայց պատասխանը կորած է պատմության փոշիների մեջ։ Հեյդար Ալիևի անունը այդ տարիներին դեռ էլ չէր հնչում այնպես, ինչպես հնչեց հետագայում, երբ նա դարձավ Քաղբյուրոյի անդամ։ Սակայն նա արդեն իսկ կառուցում էր իր ազդեցության ցանցը։ 1960-րդ թվականներին նա աշխատում էր KGB-ում, և այդտեղ նա ձեռք բերեց հմտություններ, որոնք թույլ էին տալիս վերահսկել մարդկանց առանց որևէ ֆիզիկական ազդեցության։ Նա սովորել էր կարդալ մարդկանց, հասկանալ նրանց թույլ կողմերը և ամենակարևորը՝ ստեղծել կապեր, որոնք արագ կարող էին վերածվել գործիքների։ Երբ նա դարձավ Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, նա բացեց դռներ նաև Մոսկվա, նաև Այանդրկովկասի այլ հանրապետություններ մտնելու համար։ Եվ սա է, ուր սկսում են առաջանալ հարցերը։ Արդյոք Ալիևի և Սարգսյանի կապերը սահմանափակվում էին միայն պաշտոնական հանդիպումներով, թե այդ հարաբերությունները ամրապնդվում էին նաև անձնական շահերի հիման վրա։ Պոժարսկ ու հուշագրությունները, որոնք հրատարակվել են շատ տարիներ հետո, խոսում են անդրկովկասյան համաձայնության մասին։ Ըստ այդ հուշագրությունների, 1969 թվականներին Անդրկովկասի ղեկավարները ստեղծել էին անհրապարակ համակարգ, որի շրջանակներում նրանք համաձայնեցնում էին իրենց քայլերը նախքան որևէ որոշում Մոսկվային ներկայացնելը։ Այսինքն, եթե Հայաստանը ուզում էր կառուցել նոր էլեկտրակայան կամ բացել նոր գործարան, Սարգսյանը նախ քննարկում էր դա Ալիևի կամ Վրաստանի ղեկավարի հետ, որպեսզի համոզվեր, որ չկան տարածաշրջանային հակասություններ։ Եվ միայն վրանից հետո էր ներկայացվում հարցը Մոսկվային։ Սա եթե ճշմարիտ է, ապա ենթադրում է, որ այդ երեք մարդիկ ստեղծել էին մի տեսակ ենթաիշխանություն, որը կարող էր գործել Կրեմլի վերահսկողությունից մի փոքր անկախ։ Սակայն այս տեսությունը չունի բավարար փաստաթղթային հաստատում, և դա հենց այն է, ինչը մեզ անհանգստացնում է։ Ինչու այդ փաստաթղթերը չկան, եթե համակարգը կար։ Ո՞վ է ջնջել հետքերը և երբ։ Եկեք վերադառնանք այն պահին, երբ արխիվային հանձնաժողովը 1982 թվականին մտավ այդ գաղտնի պահարանը։ Նրանց հերետ իրենց մատյանում գրել են, որ կարմիր կնիքներով թղթապանակները պարունակում էին մի քանի տարի տևած նամակագրություն Սարգսյանի և Ալիևի վերաբերյալ, ինչպես նաև մի քանի լուսանկարներ, որոնց վրա երկուսն էլ երևում էին մի հանդիսավոր միջավայրում։ Հանձնաժողովի անդամներից մեկը նկարագրել է այդ լուսանկարներից մեկը, որտեղ Սարգսյանը և Ալիևը ձեռք էին սեղմում մի անվանական արարողության ժամանակ, իսկ նրանց դեմքերին երևում էր ժպիտ, որը դժվար էր մեկնաբանել, որպես պարզապես ձևական կամ իսկապես անկեղծ։ Նույն հաշվետվության մեջ նշված է, որ լուսանկարի մի անկյունը այրված էր, կարծես թե ինչ-որ մեկը փորձել էր այն ոչնչացնել, բայց չէր հասցրել։ Ով կարող էր փորձել այրել այդ լուսանկարը, և ինչից էր վախենում նա։ Արդյոք այդ լուսանկարը ավելին էր ցույց տալիս, քան պետք է, թե պարզապես դա մի պատահական վնաս էր, որը տեղի էր ունեցել ժամանակի ընթացքում։ Երբ հանձնաժողովը փորձեց լրացուցիչ խորանալ թղթապանակների մեջ, նրանց պարտադրվեց դադարեցնել հետազոտությունը։ Հրամանը եկավ բարձրից, և ոչ մի բացատրություն չտրվեց։
Մի քանի շաբաթ անց թղթապանակները անհետացան պահարանից, առանց որևէ պաշտոնական գրառման։ Արխիվի պահապանը, որը տարիներ շարունակ սպասարկել էր այդ կառույցը, հանկարծ հեռացավ աշխատանքից, անձնական պատճառներով, ինչպես նշված է նրա գործային քարտում։ Մի քանի տարի անց, երբ լրագրողները փորձեցին գտնել այդ մարդուն հարցազրույցի համար, պարզվեց, որ նա հեռացել է Մոսկվայից եւ գտնվում է անհայտ վայրում։ Արդյոք նա վախեցա, թե պարզապես որոշեց լռել իր անվտանգության համար։ Այս հարցերը մինչ օրս անպատասխան են, եւ այդ անպատասխանությունը հենց ստիպում է մեզ կասկածել, որ մենք չգիտենք ամբողջ ճշմարտությունը։ Այժմ եկեք մտածենք այն մասին, թե ինչու այդ փաստաթղթերը այդքան կարևոր էին, որ պետք է ջնջվեին։ Եթե դա պարզապես պաշտոնական հանդիպումների արձանագրություններ էին, ինչու չեն դրանք թույլատրվել դասակարգազերծման։ Եթե Սարգսյանի եւ Ալիևի հարաբերությունները սահմանափակվում էին սովետական համակարգի շրջանակներում, ապա ինչու է պետք թաքցնել այդ կապը։ Պատասխանը կարող է գտնվել այն տեսությունների մեջ, որոնք խոսում են հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների մասին։ Արդյոք Սարգսյանը եւ Ալիևը պայմանավորվել էին որոշակի հարցերի շուրջ, որոնք հետագայում ազդեցին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա։ Կամ արդյոք նրանք ստեղծել էին մի համակարգ, որտեղ իրենցից որևէ մեկը կստանար արտոնություններ մյուսի հաշվին։ Այս հարցերը հնչում են որպես կոնսպիրատիվ տեսություններ, բայց դրանք հիմնված են այն փաստի վրա, որ փաստաթղթերը պարզապես անհետացել են, հենց այն պահին, երբ դրանք ամենից շատ հարկավոր էին։ Եվ եթե Սարգսյանի ու Ալիևի կապերը այդքան անմեղ էին, ինչու էր անհրաժեշտ ջնջել նույնիսկ դրանց հիշողությունը։ Պատասխանը հավանաբար կապված է ոչ թե այն հետ, ինչ տեղի ունեցավ 50-60-րդ թվականներին, այլ այն հետ, թե ինչ պետք է տեղի ունենար հետագայում։ Արդյոք այդ երկու մարդիկ գիտեին, որ իրենց քաղաքները մի օր կհայտնվեն ավերի եզրին, այն կոնֆլիկտի պատճառով, որը ծնվելու էր ճիշտ այն տարածքում, որտեղ նրանց ազդեցությունը խաչվում էր։ Մինչև վերջին րոպեն ես հավատում էի, որ մենք փրկվելու ենք, ասում է նախկին Անդրկովկասյան համակարգող խորհրդի անդամը, որի անունը մենք չենք կարող հրապարակել նրա անվտանգության պատճառով։ Նա նստած է իր փոքրիկ բնակարանում Երևանի ծայրամասերից մեկում, եւ նրա ձեռքերը դեռ դողում են տասնամյակներ անց։ Այս մարդը մասնակցել է 80 անգամից ավելի փակ նիստերի, որտեղ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բոլոր կարևոր հարցերը, սկսած էներգետիկայից մինչև տարածքային հարցեր։ Եվ այն, ինչ նա հիշում է ամենաստվերից, դա Սարգսյանի աչքերն էին, այն րոպեներին, երբ հանդիպումներից հետո նրանք մնում էին երկուսով։ Նա գիտեր ինչ-որ բան, ինչը մենք չգիտեինք, շարունակում է վկան, եւ նրա ձայնը մի պահ կորչում է։ 59 թվականին, երբ Սարգսյանը հեռանում էր իշխանությունից, այս մարդը եղել է նրա հետ վերջին պաշտոնական ճանապարհորդության ժամանակ դեպի Բաքու։ Եվ հենց այդ ճանապարհորդության ժամանակ է, որ ինչ-որ բան կոտրվել է Սարգսյանի մեջ։ Մենք վերադառնում էինք, եւ նա նստած էր մեքենայի մեջ, նայելով դուրս պատուհանից, շարժումից չէր վախենում, բայց երևում էր, որ նա գիտեր, արդեն ամեն ինչ վերջացել է իր համար, հիշում է վկան։ Աչքերին արցունք է երևում, երբ նա ավելացնում է. Մենք չփրկվեցինք, որովհետև նրանք, ում մենք վստահում էինք, արդեն սկսել էին խաղալ իրենց սեփական խաղը։ Բայց ով էին այդ նրանք, եւ ինչ խաղ էին խաղում նրանք այն տարիներին։ 50-րդ թվականների վերջում, երբ Խրուշչովի ազատականացման քաղաքականությունը փոխում էր սովետական միության ներքին դինամիկան, Անդրկովկասի ղեկավարները հայտնվել էին ճակատագրական խաչմերուկում։ Նրանց հանրապետությունները սկսում էին զգալ ազգային ինքնագիտակցության առաջին ալիքները, բայց միևնույն ժամանակ Մոսկվան պահանջում էր ավելի խիստ վերահսկողություն։ Հենց այս հակասության մեջ էր, որ Սարգսյանը պետք է գտներ իր ճանապարհը։ Նրան պետք էր հավասարակշռել հայ ազգային շահերի պահպանումը եւ Կրեմլի հրամանների կատարումը։ Եվ այս հավասարակշռությունը պահպանելու համար նա ստիպված էր կապեր ստեղծել այնտեղ, որտեղ սովորական մարդը երբեք չէր պատկերացնի։ Ալիևի հետ նրա հարաբերությունները այդ ժամանակ դեռ չէին այն, ինչ դարձան հետագայում, բայց արմատները արդեն սերմանված էին։ Վերադառնալով վկայի պատմությանը, նա նկարագրում է մի դրվագ, որը տեղի է ունեցել 1958 թվականին։ Սարգսյանը կազմակերպել էր մի փակ հանդիպում Երևանում, որտեղ ներկա էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներ։ Այդ հանդիպման մասին որևէ պաշտոնական փաստաթուղթ չի պահպանվել, բայց վկան հիշում է յուրաքանչյուր մանրամասն։ Մենք նստած էինք մի մեծ սեղանի շուրջը, եւ Սարգսյանը բացեց հանդիպումը այս խոսքերով. Մենք պետք է ընտրենք, կանք մի ընտանիքի մաս, թե յուրաքանչյուրս պատրաստվում է պատերազմի։ Այդ խոսքերը հնչեցին մի կերպ մարգարեական, որովհետև մենք հետագայում հենց պատերազմի մեջ էլ հայտնվեցինք։ Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք ուղարկված էին KGB-ից, Ալիևը այդ ժամանակ դեռ չէր դարձել ղեկավար, ներկայացրել էին իրենց տեսակետը։
Նրանք խոսում էին այն մասին, որ Բաքուն ունի սեփական շահերը Կասպից ծովի ռեսուրսների նկատմամբ, եւ որ Հայաստանը չպետք է միջամտի այդ հարցերին։ Սարգսյանը լսում էր եւ վկան նկատել է, թե ինչպես է նա արձանագրել յուրաքանչյուր խոսք իր փոքրիկ նոթատետրում։ Այս նոթատետրը, ըստ վկայի, երբեք չի հայտնվել հրապարակայնության մեջ։ Սարգսյանը միշտ գրում էր իր հետ այդ փոքրիկ կապույտ տետրը, որտեղ գրում էր ամեն ինչ, ինչ կարևոր էր։ Մի անգամ ես տեսա, թե ինչպես է նա գրում այնտեղ։ Ալիև աճող սպառնալիք, պետք է դիտել, հիշում է վկան։ Այդ գրառումը, եթե այն իսկապես եղել է, ցույց է տալիս, որ Սարգսյանը արդեն այն ժամանակ կասկածում էր, որ ինչ-որ բան այլ էր պատրաստվում Բաքվում։ Բայց ինչու նա չխոսեց այդ մասին բարձրաձայն։ Ինչու նա պարզապես շարունակեց գրել իր գաղտնի նոթատետրում առանց գործողությունների անցնելու։ Պատասխանը հավանաբար այն է, որ նա գիտեր, եթե նա բացեր իր մտահոգությունները, ապա կարող էր կորցնել ամեն ինչ, ինչը կառուցել էր տարիների ընթացքում։ Նա գտնվում էր սովետական համակարգում, որտեղ նույնիսկ փոքրագույն կասկածը կարող էր վերածվել մահապարտի վճռի։ Արդյոք Սարգսյանը միշտ գիտեր, որ ինչ-որ մեկը հետևում է նրան։ 59 թվականին, երբ նա զիջեց իր պաշտոնը, նա չհեռացավ քաղաքական կյանքից ամբողջությամբ։ Նա դարձավ Խորհրդային Միության Գիտությունների Իտությունների ակադեմիայի ակադեմիկոս, եւ այդ պաշտոնը նրան տվեց այնպիսի հնարավորություններ, որոնք շատերը չէին ենթադրում։ Նա սկսեց ավելի հաճախ այցելել Մոսկվա, մասնակցել գիտական համաժողովների, բայց նաև հանդիպել մարդկանց, որոնք կարող էին տեղեկացնել նրան այն մասին, թե ինչ է կատարվում Կրեմլում։ Եվ ահա այստեղ է, որ մենք առաջին անգամ լսում ենք Ալիևի անունը, արդեն ոչ թե որպես հեռավոր գործոն, այլ որպես անմիջական ներկայություն Սարգսյանի կյանքում։ 63 թվականին Ալիևը դեռ աշխատում էր KGB-ում, եւ նրա պարտականություններից էր վերահսկել Անդրկովկասի հանրապետությունների անվտանգությունը։ Սա նշանակում էր, որ նա ուներ անուղղակի հասանելիություն դեպի Սարգսյանի բոլոր շարժումները, հանդիպումները եւ նույնիսկ անձնական հանդիպակացները։ Սարգսյանը, որպես փորձառու քաղաքական գործիչ, իհարկե հասկանում էր, որ նրան հետևում են, բայց նա նաև հասկանում էր, որ կարող է օգտագործել այս իրավիճակը իր օգտին։ Եթե KGB-ն այնուամենայնիվ հետևում է նրան, ինչու չտալ նրանց այն, ինչ նրանք ուզում են տեսնել, մինչդեռ իրական խաղը խաղալ մի այլ մակարդակում։ Մի նախկին KGB սպա, ով համաձայնեց խոսել մեզ հետ միայն անանուն մնալու պայմանով, նկարագրում է, թե ինչպես էր կազմակերպված Սարգսյանի վրա հսկողությունը։ Մենք ունեինք մի ամբողջ թիմ, որը միայն Սարգսյանով էր զբաղվում։ Նրա տան մոտ միշտ գիշերը մեկը կանգնած էր մեքենայի մեջ, որտեղ հանգիստ ընթերցում էր գիրքը, բայց իրականում ականջ էր դնում, թե ով է մտնում եւ դուրս գալիս այդ տնից։ Այս հսկողությունը ըստ սպայի սկսվել է 62 թվականից, անմիջապես երբ Սարգսյանը դարձավ Հայաստանի ղեկավար։ Մոսկվան վախենում էր, որ հայերը կարող են սկսել անկախության շարժում, եւ Սարգսյանը որպես ազգային հերոս կարող էր դառնալ այդ շարժման գլուխը, բացատրում է սպան։ Բայց Ալիևի անունը սկսեց հնչել Սարգսյանի կյանքում ոչ թե որպես պարզ հսկող, այլ որպես մի մարդ, ով կարող էր դառնալ դաշնակից կամ թշնամի, կախված իրավիճակից։ 67 թվականին, երբ Ալիևը արդեն դարձել էր Ադրբեջանի KGB-ի ղեկավար, նա մի քանի անգամ այցելել է Երևան, պաշտոնական հանդիպումների նպատակով։ Եվ այստեղ, որ վկաները սկսում են հիշել մանրամասներ, որոնք փաստաթղթերում չեն արտացոլված։ Մի անգամ Ալիևը եկավ Երևան, եւ Սարգսյանը կազմակերպեց նրա համար ընթրիք իր տանը, հիշում է մի նախկին սպասարկող անձնակազմի անդամ։ Ընթրիքի ժամանակ Սարգսյանի կինը մի պահ մտավ սենյակ եւ տեսավ, որ երկու մարդիկ անցել էին ընդհանուր հայերենից ադրբեջաներենի։ Սա նշանակում էր, որ նրանք քննարկում էին, բայց վկաների հիշողություններից կարող ենք կարդալ միայն այն, որ Սարգսյանը երբեք չէր ցույց տալիս իր իսկական զգացմունքները։ Նա սովորել էր ապրել երկու կյանքով։ Մեկը հանրային, որտեղ ամեն ինչ էր կատարյալ եւ վերահսկվող, մյուսը գաղտնի, որտեղ նա պլանավորում էր, հաշվարկում եւ վախենում էր։ Մարդիկ, ովքեր ծանոթ էին Սարգսյանին ամենամոտից, խոսում են այն մասին, որ նրա ընտանեկան կյանքը եղել է նրա միակ ապաստանը։ 59 թվականին, երբ նա հեռացավ իշխանությունից, նա վերադարձավ իր տուն Երևանում, որտեղ ապրում էր իր կինը եւ 3 երեխաները։ Այդ տունը գտնվում էր Երևանի կենտրոնական մասում, մի հանգիստ փողոցում, որտեղ ծառերը ստվերում էին պատուհանները եւ հարևանները լսում էին միմյանց քայլերը։ Այս տունը դարձավ Սարգսյանի վերջին ամրոցը, այնտեղը, որտեղ նա կարող էր լինել ինքը, առանց դիմակի, առանց վախի, առանց անհանգստության։ Բայց արդյոք այդ տունը իսկապես անվտանգ էր, թե նույնիսկ այնտեղ նրան հետևում էին։ Սարգսյանի դուստրը, ով համաձայնեց խոսել մեզ հետ այն պայմանով, որ չհրապարակենք նրա պատկերը կամ ամբողջական անունը, հիշում է մի դրվագ, որը տեղի է ունեցել 60 թվականին։
Հայրս եկավ տուն մի երեկոյան, եւ նա ուներ մի այնպիսի դեմք, որը ես երբեք չէի տեսել նախկինում։ Նա նստեց սեղանի մոտ, եւ կինս, մայրս, հիացրեց ինչ է պատահել։ Եվ հայրս ասաց. «Մենք բոլորս կորել ենք, եթե չկարողանանք վստահել միմյանց»։ Այդ խոսքերը ստիպեցին մայրիկին զարմանալ, բայց նա չհարցրեց ավելին։ Ընտանիքի անդամները սովորել էին, որ երբ Սարգսյանը լուռ էր, նշանակում է նա մտածում է մի բան, որը չի կարող բաժանել ոչ ոքի հետ։ Դուստրը շարունակում է. հայրս սկսեց ավելի հաճախ խոսել հեռախոսով գիշերները։ Մենք լսում էինք նրա ձայնը մեր սենյակներից, բայց չէինք կարող հասկանալ, թե ինչ է նա ասում, որովհետև նա խոսում էր շատ ցածր ձայնով։ Մի անգամ ես վեր կացա գիշերվա մեջ եւ լսեցի, թե ինչպես նա ասում էր. «Ալիև, դու պետք է հասկանաս, որ եթե այս ճամփան ընտրես, մենք բոլորս կմեռնենք»։ Այդ խոսքերը ստիպեցին ինձ սառչել, որովհետև ես գիտեի, որ Ալիևի անունը կապված էր Բաքվի հետ, եւ Բաքուն այն ժամանակ որոնք մտնում էին թաքուն դռներից, եւ մենք երեխաները ասում էինք միմյանց, որ դա արդեն սովորական է դարձել, հիշում է մի ուրիշ ընտանիքի անդամ։ Այդ հանդիպումներում քննարկվում էին հարցեր, որոնք կապված էին Լեռնային Ղարաբաղի հետ, այն տարածքի, որը 60-րդ թվականներին դեռ չէր դարձել կոնֆլիկտի կենտրոնը, բայց արդեն սկսում էր լարվել։ Հայրս խոսում էր այն մասին, որ Ղարաբաղը կարող է դառնալ այն տեղը, որտեղ կկորչեն հայերը, եթե չկարողանան ապահովել իրենց անվտանգությունը, նշում է դուստրը։ Բայց ընտանեկան կյանքի այս խաղաղությունը խախտվում էր յուրաքանչյուր անգամ, երբ Սարգսյանը ստիպված էր այցելել Բաքու։ Նրա կինը պատմում էր, որ նա վախենում էր յուրաքանչյուր այդպիսի ճանապարհորդությունից, որովհետև գիտեր, որ Բաքուն այլևս այն տեղը չէր, որտեղ հայերը կարող էին զգալ անվտանգություն։ Երբ նա մեկնում էր, մայրս միշտ պահում էր մի փոքրիկ խաչ իր գրպանում եւ աղոթում էր, որ նա անվնաս վերադառնա, հիշում է դուստրը։ Եվ ահա այստեղ է, որ մենք հասկանում ենք, որ Սարգսյանի կյանքը բաժանված էր երկու աշխարհների միջև։ Մեկը, որտեղ նա ընտանիքի հետ կարող էր զգալ սեր եւ անվտանգություն, մյուսը, որտեղ նա յուրաքանչյուր քայլ անում էր վախի ստվերում։ Արդյոք նա կարողացա երբևէ փոխանցել իր ընտանիքին ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ էր կատարվում իրականում։ Թե արդյոք նա ընտրել էր պահպանել այդ ճշմարտությունը միայն իր համար, պաշտպանելու իր սիրելիներին այն ուղեղային ցավից, որը ինքը ապրում էր յուրաքանչյուր օր։ Պատկերացրեք, դուք եք վերջին մարդը, որին ամբողջությամբ վստահում է Ֆադեյ Սարգսյանը։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր քաղաքական վախ, յուրաքանչյուր գիշերային ճամփորդություն անհայտ տեղեր, դուք գիտեք ամեն ինչ։ Հիմա պատկերացրեք, մի օր ձեզ հանդիպում է մի մարդ Բաքվից, որը հանկարծ առաջարկում է գումար, շատ գումար։ Ոչ թե որպես կաշառք, այլ որպես ապահովագրություն ձեր ընտանիքի համար։ Միակ պայմանը դուք պետք է պատմեք, թե երբ է Սարգսյանը հաջորդ անգամ ճանապարհորդելու Թբիլիսի կամ Մոսկվա։ Ոչինչ ավելին, պարզ տեղեկություն։ Եվ դուք գիտեք, որ եթե մերժեք, ձեր երեխաները կարող են չտեսնել հաջորդ գարունը։ Ինչ կընտրեիք։ 1966 թվականին 3 մարդ, ովքեր եղել են Սարգսյանի ամենամոտ օղակը, կատարեցին հենց այդ ընտրությունը։ Նրանք ընտրեցին, եւ նրանց ընտրությունը փոխեց ամեն ինչ։ Այդ 3 մարդկանցից մեկը եղել է Սարգսյանի անձնական վարորդը։ Մարդ, որը 12 տարի շարունակ վարել է նրան դեպի բոլոր այն տեղերը, որտեղ պաշտոնական մեքենաները չէին կարող հասնել։ Նա գիտեր գաղտնի ճանապարհները Երևանից դեպի Սևան, գիտեր այն փոքրիկ տները լեռներում, որտեղ Սարգսյանը հանդիպում էր մարդկանց առանց արձանագրությունների։ Երկրորդը եղել է նրա անձնական բժիշկը, մարդ, որը 56 թվականից իսկ դարձել էր միակ բժիշկը, ում Սարգսյանը թույլ էր տալիս հպվել իր մարմնին։ Եվ երրորդը քարտուղար, ով գրառում էր յուրաքանչյուր հեռախոսային զանգը, յուրաքանչյուր նամակը, յուրաքանչյուր հանդիպումը։ Այս 3 մարդիկ ունեին ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր Սարգսյանի կյանքի քարտեզը կազմելու համար։ 66 թվականի մարտին Սարգսյանը նկատեց, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա խոսում էր իր կնոջ հետ ուշ գիշերով եւ ասել է. «Մարդիկ, ում ես վստահում էի, այլևս չեն նայում ինձ աչքերիս մեջ»։ Առաջին նշանը եկավ, երբ վարորդը պատահականորեն շփոթեց ճանապարհը դեպի մի հանդիպում։ Սարգսյանը ուշացավ 30 րոպե եւ երբ հասավ, հանդիպումը արդեն ավարտված էր։ Երկրորդ նշանը, երբ բժիշկը մոռացավ բերել անհրաժեշտ տեղամիջոցները մի ճանապարհորդության ժամանակ, եւ Սարգսյանը ամբողջ գիշեր անցկացրեց սրտի ցավով։ Երրորդ նշանը, երբ քարտուղարը կորցրեց մի կարևոր նամակ, որը պետք է հասներ Մոսկվա մինչև ապրիլի 19։ Բայց Սարգսյանը չխոսեց բարձրաձայն։ Նա սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա սկսեց գրել նոր տետրում ոչ թե պաշտոնական գործերի մասին, այլ այն փոքր մանրամասների մասին, որոնք միայն նա կարող էր նկատել։ Վարորդը երեք խոսել է հեռախոսով ադրբեջաներենով։ Երբ մտա սենյակ, նա անմիջապես ընդհատեց զրույցը։ Կամ
Բժիշկը հարցրեց իմ մասին այնպիսի հարցեր, որոնք նախկինում երբեք չէր հարցրել։ Նա ուզում է իմանալ, թե երբ եմ հաջորդ անգամ մեկնելու Բաքու։ Կամ քարտուղարը պատճենահանել է փաստաթուղթ, որը ես երբեք չեմ խնդրել պատճենահանել։ Այս գրառումները կուտակվեցին 1 ամսում 35 էջով։ Եվ յուրաքանչյուր էջ էր ցույց տալիս, որ Սարգսյանը հայտնվել էր ցանցում, որը աստիճանաբար սեղմվում էր նրա շուրջը։ Ապրիլի 22-ին Սարգսյանը կանչեց իր 3 հավատարիմներին մի հանդիպման։ Նա նստեց դեմ նրանց եւ ասաց. «Ես գիտեմ»։ Միայն այդ 2 բառը։ Վարորդը բլեդացավ։ Բժիշկը սկսեց փնտրել բառեր։ Քարտուղարը լաց եղավ։ Եվ 3-ն էլ խոստովանեցին ոչ թե մանրամասնորեն, այլ բավական, որպեսզի Սարգսյանը հասկանար ամբողջ պատկերը։ Նրանց առաջարկել են գումար, ոչ թե անմիջապես Ալիևի աշխատակազմից, այլ մարդկանցից, ովքեր բարեկամներ են Բաքվի հետ։ Վարորդին խոստացել են, որ նրա որդին կստանանա տեղ համալսարանում Լենինգրադում։ Բժշկին, որ նրա ամուսինը, ով բանտում էր քաղաքական մեղադրանքով, կազատվի մինչև ամառ։ Քարտուղարին, որ նրա հիվանդ մայրը կստանա թանկարժեք բուժում Մոսկվայի լավագույն հիվանդանոցում։ Արդյոք Սարգսյանը զայրացավ։ Ոչ։ Նա բացատրեց նրանց, որ հասկանում է, բայց ավելացրեց. «Հիմա ես ձեզ պատմելու եմ, թե ինչ եք դուք իրականում արել։ Դուք չեք նամակագրել ինձ դավաճանությամբ։ Դուք նամակագրել եք 100 հազարավոր հայերի, ովքեր կապված են ինձ հետ, որովհետև ես եմ միակը, ով կարող էր անել այն, ինչ պետք էր անել, երբ ժամանակը գար»։ Նա չբացատրեց, ինչ պետք էր անել, բայց 3-ն էլ հասկացան, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, այն տարածքին, որը դեռ չէր պայթել, բայց արդեն սկսել էր տաքանալ։ Սարգսյանը չպատժեց նրանց։ Նա պարզապես ազատեց նրանց աշխատանքից առողջական պատճառներով, եւ 3-ն էլ հեռացան Երևանից, մինչև հուլիս։ Բայց այդ 3 մարդկանց դավաճանությունը միայն ծայրասլակն էր։ Ով էր նրանց հետևում կազմակերպել այդ ամենը։ Ով ուներ գիտելիքները եւ ռեսուրսները ճշգրիտ գտնելու յուրաքանչյուրի թույլ կողմը։ Ով կարող էր կանխատեսել, թե ինչպես ճնշել Սարգսյանին առանց նրա անմիջական ֆիզիկական վտանգի։ Պատասխանը տատանում է մեզ դեպի Բաքու 1966 թվականի ամառ, երբ Հեյդար Ալիևը արդեն եռամսյակ էր, ինչ դարձել էր Ադրբեջանի KGB-ի ղեկավար։ Ալիևի գրասենյակում, ըստ մի վկայի, ով այն ժամանակ աշխատում էր այնտեղ որպես թարգմանիչ, կախված էր քարտեզ, ոչ թե Ադրբեջանի, այլ ամբողջ Անդրկովկասի։ Եվ այդ քարտեզի վրա կարմիր կետերով նշված էին անուններ։ Մեկ կետը Երևանում, անունը Սարգսյան։ Շուրջը փոքր կետ էր, մարդիկ, ովքեր կապված էին նրա հետ։ Ալիևը ուսումնասիրում էր այդ ցանցը ոչ թե որպեսի ոչնչացներ, այլ որպեսի վերահսկեր։ Եվ վերահսկելու համար նա սկսեց վարակել այդ ցանցը ներսից։ 1968 թվականին Ֆադեյ Սարգսյանը նայվում էր հայելուն իր տանը Երևանում եւ տեսնում էր մի մարդու, ում այլևս չէր ճանաչում։ 68 տարեկանում նա ուներ մազերի մեջ ոչ թե 1-2, այլ ամբողջ ծովերի պես ճերմակություն։ Նրա դեմքը ծածկված էր խորացած կծիկներով, որոնք հատկապես նկատվում էին լուսատու ժամին։ Աչքերը, այն աչքերը, որոնք տասնամյակներ շարունակ կարողացել էին կարդալ մարդկանց մտքերը քաղբյուրոյի նիստերում, այժմ թվում էին խորասուզվել գանգուրների մեջ, ինչպես անձինք, որոնք փորձում են թաքնվել լույսից։ Սարգսյանի կինը նկատել էր, որ նրա ամուսինը սկսել է գիշերները արթնանալ ոչ թե աղմուկից, այլ անհանգստությունից։ Նրա հաստվածությունը նվազել էր 11 կիլոգրամով միայն 6 ամսում։ Ուտելիքը դարձել էր ռիտուալ, ոչ թե անհրաժեշտություն։ Բժիշկը նկարագրում էր, որ Սարգսյանի սիրտը սկսել է ցույց տալ անկանոնություններ, որոնք նախկինում չէին գրանցվել, բայց ավելի վտանգավոր էր հոգեբանական մարումը։ Սարգսյանը սկսել էր մոռանալ անունները։ Նա կանգնում էր սենյակում եւ փնտրում էր բառերը, որոնք մի րոպե առաջ գտնվել էին նրա լեզվի ծայրին։ Արխիվներն այդ տարիներին դարձան Սարգսյանի մահճակալ։ Երբ նա այլևս չէր կարող ազդեցություն ունենալ կենթանի քաղաքականության վրա, նա փորձեց գտնել իր տեղը անցյալի թղթերի մեջ։ 1969 թվականի սեպտեմբերին նա հայտնաբերեց մի թղթապանակ, որը պիտակավորված էր որպես Անդրկովկասյան համագործակցություն 1951-ից մինչև 59։ Այդ թղթապանակում էին արձանագրություններ նիստերի, որոնցում ինքը մասնակցել էր։ Բայց երբ Սարգսյանը սկսեց կարդալ այդ արձանագրությունները, նա նկատեց, որ բացակայում են մի քանի էջեր։ Էջեր, որոնք պետք է լինեին ըստ համարակալման, բայց նրանց փոխարեն թուղթը կտրված էր, մաքուր եւ ճշգրիտ, ինչպես վիրաբույժական գործողություն։ Որոնք էին այդ էջերը։ Սարգսյանը փորձեց հարցնել արխիվի պահապանին, բայց պարզվեց, որ այդ թղթապանակը փակ էր եղել 59 թվականից մինչև 68, եւ երբ այն բացվեց, էջերը արդեն բացակայում էին։ Ով ուներ մուտք դեպի փակ արխիվ այդ ժամանակահատվածում։ Պատասխանը տեղավորվում էր մի անվան մեջ՝ KGB։
Եվ ԿԳԲ-ի ղեկավարը Ադրբեջանում այդ տարիներին արդեն իմացված անուն էր՝ Հեյդար Ալիև։ Սարգսյանը սկսեց իր սեփական հետաքննությունը։ Նա գտավ 5 այլ թղթապանակներ, որոնք նույնպես ունեին բացակայող էջեր։ Բոլոր այդ թղթապանաները կապված էին հենց այն ժամանակաշրջանի հետ, երբ նա ղեկավարում էր Հայաստանը։ Ամենից ցնցող էր այն, որ բոլոր բացակայող էջերը վերաբերում էին հանդիպումներին, որտեղ ներկա էին Ադրբեջանի ներկայացուցիչները։ Սարգսյանը գրել է իր անձնական նոթատետրում. նրանք ջնջում են ճամփորդությունը, որը տանում է դեպի ճշմարտությունը։ Բայց ինչու հենց հիմա։ Արդյոք մենք մոտենում ենք մի պահի, երբ անցյալը կդառնա զենք։ Նույն թվականի նոյեմբերին Սարգսյանին կանչեցին Մոսկվա, Գիտությունների ակադեմիայի նիստի համար։ Երբ նա վերադարձավ, նրա անձնական արխիվը տանը կանոնավորված էր նորից։ Ամեն ինչ էր տեղում, բայց դասավորված այլ հլկարգով։ Սարգսյանը անմիջապես հասկացավ, ինչ որ մեկը եղել է նրա տանը, դիպել է իր թղթերին, ուսումնասիրել է դրանք։ Երբ նա հահարցրեց իր կնոջը, նա ասաց, որ չէր նկատել ոչինչ անսովոր։ Բայց քարտուղարը խոստովանեց. մի օր եկան 2 մարդ, ցույց տվեցին փաստաթղթեր, որ նրանք ստուգման են անցկացնում, եւ ես նրանց թույլ տվի մտնել աշխատասենյակ։ Ո՞վ էին այդ մարդիկ։ Քարտուղարը չէր կարողանում հիշել դեմքերը, բայց հիշում էր, որ նրանք խոսում էին ռուսերեն, ոչ մոսկովյան, այլ ադրբեջանական առոչմամբ։ Ինչ էր մնացել Սարգսյանին։ Նա տեսավ, որ նրա կյանքի արխիվը ջնջվում է աստիճանաբար, էջ առ էջ, հիշողություն առ հիշողություն։ Նա հասկացավ, որ սա ոչ թե պատահական է, այլ համակարգված գործողություն։ Մաքրել պատմությունը մինչև այն պահը, երբ պատմությունը կդառնա անհրաժեշտ զենք մեկ ուրիշի ձեռքում։ Եվ այդ ուրիշը արդեն հստակ էր իր համար։ Ով շահեց Ֆադեյ Սարգսյանի լռությունից։ Ով էր այն մարդը, ով վերածեց նրան ուրվականի, կենդանի, բայց անտեսարված։ Պատասխանը պարզ էր՝ Հեյդար Ալիևը։ Բայց ինչու էր Ալիևին անհրաժեշտ ոչ թե սպանել Սարգսյանին, այլ պարզապես լռեցնել նրան։ Պատասխանը գտնվում է 1969 թվականի վերջին, երբ Լեռնային Ղարաբաղը դեռ էր լռում, բայց Մոսկվայում արդեն գիտեին, որ այդ լռությունը հնչեր է չափազանց բարձր։ Ալիևը պատրաստվում էր դեպի մի հակամարտություն, որը պահանջելու էր ոչ թե փաստեր, այլ թողարկված տարածություն փաստերի համար։ Եվ Սարգսյանը իր անձնական արխիվներով, իր հիշողությամբ, իր հարաբերություններով էր այն մարդը, ով կարող էր լցնել այդ տարածությունը հենց այն կերպ, որը Ալիևը չէր ուզում։ Սարգսյանը հասկացավ սա։ Նա գրել է իր վերջին նոթատետրի վերջին էջում 1969 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ պատմությունը վերափոխվում է զենքի, փաստերն այլևս չեն թելադրում պատմությունը, լռությունն է թելադրում։ Եվ այդ լռությունը, որը Ալիևը պարտադրեց Սարգսյանին, դարձավ նախապատրաստությունը դեպի մի բան, որ կգա 5 տարի հետո, երբ Ղարաբաղը հուրը կբռնկեցվի, եւ երբ անհրաժեշտ կլինի ոչ թե փաստերը, այլ նրանց բացակայությունը։ Սարգսյանը մեկուսացավ, բայց նա չհանձնվեց։ Նա սկսեց գաղտնի գրել, ոչ թե գիրքը, որը կարող էր հրատարակվել, այլ գիրքը, որը պետք է թաքցնել։ Գիրք, որը կպատմեր ամեն ինչ, ինչ նա տեսել էր, լսել էր, հասկացել էր, մինչև այն պահը, երբ նրան ստիպեցին լռել։ Այդ գիրքը, ըստ ընտանիքի անդամների, նա թաքցել է ինչ-որտեղ Երևանում, մի տեղ, որտեղ միայն նա գիտեր։ Եվ երբ նա մահացավ 1982-ի հունվարի 31-ին օրը, այդ գիրքը չի գտնվել մինչև այսօր։ 1981 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆադեյ Սարգսյանը արթնացավ առավոտյան 6 ժամին, ինչպես միշտ։ Նրա կինը հիշում է, որ նա նստեց անկողնում, հայացքը հառած պատուհանին, որտեղ ձմեռային լուսաբացը դեռ չէր սկսվել։ Նա ասաց. «Ես տեսնում եմ, որ ամեն ինչ մոտենում է վերջին»։ Այդ օրը նա չուտեց նախաճաշ, չխմեց թեյ, միայն նստեց իր աշխատասենյակում եւ նայում էր դարակների վրա շարված գրքերին։ 30 տարվա աշխատանքի արդյունքը, հարյուրավոր գիտական աշխատություններ, տասնյակ պատվավոր կոչումներ, բայց միևնույն ժամանակ ոչինչ, որը կարող էր պատասխանել այն հարցին, որ այն պահին խոցում էր նրան։ Արդյոք նա գիտեր, թե ինչ էր գալու։ Արդյոք նա հասկացել էր, որ իր լռությունը դարձել էր համակերպություն այն հետ, ինչը պատրաստվում էր տեղի ունենալ։ Նա մի փոքր ժամանակ անց դուրս եկավ սենյակից եւ նստեց ընտանեկան սեղանի շուրջ։ Նրա երեխաները արդեն չէին ապրում տանը, դրանք ուներին սեփական ընտանիքներ, սեփական կյանքեր։ Բայց նրա կինը մնում էր հավատալիմ, նստած նրա կողքին, դիտելով, թե ինչպես է նրա ամուսինը աստիճանաբար հեռանում իրականությունից։ Նա ասաց նրան. «Գուցե պետք է հանգստանա, գնաս քնես»։ Բայց Սարգսյանը պատասխանեց. «Ես ողջ կյանքս հանգստացել եմ, երբ պետք էր խոսել»։
Այդ խոսքերը կախված մնացին օդում, եւ նրա կինը չհարցրեց ավելին։ Երեկոյան ժամը 8-ին նա նորից վերադարձավ իր աշխատասենյակ եւ բացեց մի հին տետր, որի վրա գրված էր «Անձնական 1959»։ Տետրի էջերը դեղնած էին, թանակը մասամբ աղվանվել էր, բայց գրառումները դեռ կարդացվում էին։ Նա կարդաց մի գրառում, որը կատարել էր 25 տարի առաջ։ Ալիևը այսօր ասաց, որ Բաքուն պատրաստ է համագործակցել, բայց միայն եթե Երևանը հասկանա իր տեղը։ Այդ խոսքերը, որոնք այն ժամանակ թվում էին սովորական բանավեճի մաս, այժմ ձայնում էին ինչպես մարգարեություն։ Նա փակեց տետրը։ Հետո նա վերցրեց մի թուղթ եւ սկսեց գրել, ոչ թե նամակ, այլ ցուցակ։ Ցուցակ անունների, տարեթվերի, հանդիպումների, ցուցակ, որը պետք է լիներ ապացույց, բայց դարձավ միայն հետքեր, որոնք ոչ ոք չկարողացավ հետևել։ Երբ նա ավարտեց, նա դեպի իր կնոջը եւ ասաց. «Եթե ինչ-որ մեկը հարցնի, ուր է այդ թուղթը, ասա այնտեղ, որտեղ ճշմարտությունը միշտ պետք է լինի, հողի տակ»։ Կինը չհասկացավ, բայց գլխով ցնցեց։ Այդ գիշերը նա քնեց միայն 3 ժամ։ Նրա կինը լսեց, թե ինչպես է նա շարժվում սենյակում, բացում պահարանները, փակում դրանք, կրկին բացում։ Առավոտյան նա գտավ նրան նստած իր աթոռին, գլուխը հենած ձեռքին, աչքերը փակ։ Նա արթնացավ, երբ նա հպավ նրա ուսին եւ ասաց. «Ես պատրաստ եմ»։ Բայց նա չբացատրեց, ինչին է պատրաստ։ Այն ամենը, ինչ Սարգսյանը չխոսեց իր վերջին տարիներին, այժմ դարձել էր լուծարցակ բեռ նրա կրծքավանդակում։ Նա գիտեր, որ իր լռությունը, որը նա ընտրել էր իր ընտանիքի անվտանգության համար, այժմ վերածվել էր համակերպության։ Բայց ում հետ էր համակերպվել նա։ Արդյոք Ալիևը իսկապես եղել է նրա հակառակորդը, թե նրանք երկուսն էլ եղել են խաղաքարեր մի ավելի մեծ ձեռքում։ 1982 թվականի մարտին Սարգսյանը ստացավ հեռախոսային զանգ։ Զանգահարողը չներկայացավ, միայն ասաց. «Ֆադեյ Ռուբենի, դուք պետք է իմանաք, որ ամեն ինչ, ինչ դուք փորձել եք թաքցնել, շուտով կհայտնվի լույսի տակ»։ Ապա զանգը ընդհատվեց։ Սարգսյանը նստեց անշարժ մի քանի րոպե, հետո կանչեց իր կնոջը եւ ասաց. «Եթե ինչ-որ մեկը գա այս տուն եւ հարցնի իմ մասին, ասա դու ոչինչ չգիտես»։ Նրա կինը վախեցավ։ Նա ասաց. «Ինչու՞, ինչ է տեղի ունենում»։ Բայց Սարգսյանը միայն պատասխանեց. «Դու պետք է ինձ վստահես, դու պետք է պապաշտպանես մեր երեխաներին այն բանից, ինչը ես անել չկարողացա»։ Այդ խոսքերը մնացին նրա կնոջ հիշողության մեջ մինչև վերջ, որովհետև դրանք էին վերջինները, որ նա լսեց իր ամուսնու բերանից մի հավատալի հնչյունով։ Ապրիլին նա դադարեց հեռախոսազանգեր պատասխանել։ Նա պատասխանեց միայն մի անգամ, երբ զանգահարողը ներկայացավ որպես Գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչ։ Բայց երբ նա բարձրացրեց ականջին, ձայնը, որը լսվեց, չէր ներկայացուցչի ձայնը։ Դա մի մարդ էր, ով խոսում էր ադրբեջաներենով։ Նա ասաց. «Սարգսյան, դուք գիտեք, թե ինչ է պատրաստվում ձեր հանրապետության համար։ Դուք կարող էիք կանխել, բայց ընտրեցիք լռությունը»։ Սարգսյանը ասաց. «Ո՞վ եք դուք»։ Պատասխանը եկավ. «Դուք գիտեք, թե ով եմ ես։ Ես եմ այն, ում դուք վստահեցիք»։ Այդ զանգից հետո Սարգսյանը փակվեց իր աշխատասենյակում 2 օր։ Երբ նա դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր, եւ աչքերում երևում էր մի սարսափ, որը նրա կինը երբեք չէր տեսել։ Նա ասաց. «Նրանք խաղում են մեզ հետ։ Նրանք միշտ խաղացել են»։ Կինը հարցրեց. «Ո՞վ են նրանք»։ Բայց Սարգսյանը միայն ասաց. «Բոլորը։ Բոլորը, ովքեր մտածում էին, որ Անդրկովկասը կարող է լինել ընտանիք»։ Սարգսյանը սկսեց այրել իր թղթերը։ Յուրաքանչյուր գիշեր նա բերում էր մի խումբ փաստաթղթեր իր բակ եւ այրում դրանք փոքր կրակում։ Նրա կինը խնդրում էր դադարեցնել, բայց նա ասում էր. «Ես պետք է ջնջեմ հետքերը, մինչև ուրիշները ջնջեն ինձ»։ Նա այրեց իր ամբողջ անձնական նամակագրությունը, իր բոլոր նոթատետրերը, իր բոլոր արձանագրությունները։ Միայն թուղթ մնաց չայրված, այն ցուցակը, որը նա գրել էր դեկտեմբերին։ Այդ ցուցակը նա դրեց մի փոքր մետաղյա տուփի մեջ եւ թաղեց իր բակում, ծառի տակ, որտեղ միայն նա գիտեր։ Ով կաշառեց Ֆադեյ Սարգսյանի ամենամոտ շրջապատը։ Ով էր այն մարդը, ով կարողացավ թափանցել նրա վստահության պարիսպների մեջ այնպես, որ նա չկարողացավ պաշտպանվել։ Պատասխանը գտնվում է Բաքվում 1981 թվականի սեպտեմբերին, երբ Հեյդար Ալիևը արդեն եղել է ԽՍՀՄ քաղբյուրոյի լրիվ անդամ 1982-ից։ Այդ ժամանակ նա ուներ ազդեցություն ոչ միայն Ադրբեջանի, այլև Մոսկվայի վրա, ինչը նշանակում էր, որ նա կարող էր վերահսկել տեղեկատվական հոսքերը, որոնք հասնում էին Անդրկովկաս կամ դուրս էին գալիս այնտեղից։ Մի նախկին KGB սպա, ով այժմ ապրում է Երևանում եւ համաձայնեց խոսել միայն ստվերների մեջ, պատմում է. Ալիևը կառուցել էր ամբողջ ցանց, որը տարածվում էր ամբողջ Անդրկովկասով։
Այդ ցանցում կային մարդիկ, ովքեր աշխատում էին Հայաստանում, բայց հաշվետվություն էին տալիս Բաքվին։ Եվ Սարգսյանը, որքան էլ փորձեց պաշտպանվել, չկարողացավ տեսնել բոլոր դեմքերը, որոնք թաքնված էին նրա շուրջը։ Այդ սպան հիշում է մի դեպք, որը տեղի է ունեցել 81 թվականի նոյեմբերին։ Սարգսյանի անձնական վարորդը, ով ազատվել էր աշխատանքից դեռևս 66 թվականին, հանկարծ վերադարձավ Երևան եւ փորձեց հանդիպել Սարգսյանի հետ։ Նա ասաց պահակներին, որ ունի կարևոր տեղեկություն, որը պետք է անմիջապես հասցնել Սարգսյանին։ Բայց պահակները, որոնք ստացել էին հրահանգներ ոչ ոքի չթողնել մոտենալ, մերժեցին նրան։ Վարորդը կանգնեց տան դիմաց ամբողջ գիշերը, եւ առավոտյան, երբ Սարգսյանը դուրս եկավ, վարորդը գոչեց. «Նրանք ասացին ինձ, որ եթե չպատմեմ, իմ որդին կմեռնի։ Ես պատմեցի ամեն ինչ, բայց հիմա ես գիտեմ, նրանք պատրաստվում են ինչ-որ բան անել»։ Սարգսյանը ժկանգ առավ։ Նա նայեց վարորդին եւ ասաց. «Գնա տուն, գնա եւ մի վերադարձիր։ Դու արդեն արել ես այն, ինչ պետք էր անեիր»։ Վարորդը լաց եղավ, բայց հեռացավ։ Եվ այդ օրն էր վերջին օրը, երբ Սարգսյանը դուրս եկավ իր տնից առանց իր կնոջ ուղեկցության։ Ինչ էր պատրաստվում Ալիևը։ Ըստ այդ սպայի, Ալիևը ստեղծում էր դոսիե, ոչ թե Սարգսյանի դեմ անմիջապես, այլ Հայաստանի դեմ։ Դոսիե, որը կարող էր օգտագործվել հետագայում, երբ անհրաժեշտ կլիներ արդարացնել որևէ գործողություն։ Նա հավաքում էր փաստեր, ստեղծում էր կապեր, եւ ամենակարևորը, նա ջնջում էր այն փաստերը, որոնք կարող էին հակասել նրա պատմությանը, ասում է սպան։ Բայց արդյոք Սարգսյանը գիտեր այս ամենը։ Պատասխանն անհնար է ճշտել, բայց նրա վերջին գործողությունները ցույց են տալիս, որ նա կասկածում էր։ Եվ այդ կասկածը, որը նա չբաժանեց ոչ ոքի հետ, դարձավ նրա վերջին ավանդը։ 82-րդ թվականի նոյեմբերին Սարգսյանը ասաց իր կնոջը. «Երբ ես հեռանամ, դու պետք է իմանաս, որ ոչինչ, այնինչ նրանք կպատմեն իմ մասին, չէ ամբողջ ճշմարտությունը։ Բայց ճշմարտությունը այնտեղ է, որտեղ ես թողեցի»։ Մի անգամ դուք վստահեցիք մեկին։ Դուք վստահեցիք, որովհետև նա խոսում էր ձեր լեզվով, նա հասկանում էր ձեր վախերը, նա կիսում էր ձեր հույզերը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։ Բայց մի օր դուք տեսաք, որ այդ մարդը, ում վստահեցիք, նույնիսկ երբ ժպտում էր, արդեն պլանավորում էր այն, ինչը դուք երբեք չէիք կարող պատկերացնել։ Այդ պահին դուք հասկացաք, դավաճանությունն առաջանում է ոչ թե թշնամիներից, այլ նրանցից, ում դուք համարում էիք գործընկերներ։ 1982 թվականի դեկտեմբերին Սարգսյանը ստացավ մի նամակ։ Նամակը չուներ ուղարկողի անուն, բայց ստորագրությունը ասում էր. «Մեկը, ով ճանաչում է ճշմարտությունը»։ Այդ նամակում գրված էր մի պարզ նախադասություն. «Գիտեք արդյոք, որ Ալիևը երբեք ձեզ չի համարել գործընկեր։ Դուք եղել եք նրա համար միայն խոչընդոտ, որը նա պետք է հեռացներ իր ճանապարհից»։ Սարգսյանը կարդաց այդ նամակը եւ դրեց կրակը։ Բայց նախքան դա նա գրեց մի պատասխան, որը երբեք չուղարկեց։ Այդ պատասխանի տեքստը գտնվեց նրա սեղանի դարակում 83 թվականին, երբ նրա կինը մաքրում էր տունը նրա մահից հետո։ Նամակում գրված էր. «Եթե դավաճանությունը սահմանվում է որպես վստահության խախտում, ապա ես եմ ամենամեծ դավաճանը։ Ես դավաճանեցի իմ ժողովրդին, լռելով այն ժամանակ, երբ պետք էր խոսել»։ Այս խոսքերը բացահայտում են, որ Սարգսյանը վերջին տարիներին հասկացել էր իր սեփական դերը։ Նա հասկացել էր, որ իր լռությունը, որը նա համարել էր խոհեմություն, իրականում եղել է համակերպություն։ Բայց ում հետ է նա համակերպվել։ Արդյոք դա Ալիևն էր, թե ամբողջ համակարգը, որը թույլ էր տվել, որ Ալիևը վերածվի այն ուժի, որը դա եղավ։ Նրա դստերը հիշում է մի զրույց, որը տեղի ունեցավ 82-րդ թվականի վերջին։ «Հայրիկս ասաց ինձ. դու պետք է հասկանաս, որ պատմությունը գրվում է ոչ թե նրանց կողմից, ովքեր ճշմարտությունն են ասում, այլ նրանց կողմից, ովքեր ապրում են բավականաչափ երկար, որպեսզի իրենց տարբերակը դառնա ճշմարտություն»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ Սարգսյանը վախենում էր ոչ թե մահից, այլ մոռացվելուց։ Նա վախենում էր, որ այն ամենը, ինչ նա տեսել էր, հասկացել էր, փորձել էր պաշտպանել, կվերածվի պարզապես մի հին անունի, փոշոտ արխիվներում։ Բայց նրա վախը հիմնավոր էր։ 83 թվականի հունվարին, երբ Սարգսյանի աշխարհային ճանապարհը դադարեց, նրա մահվան մասին Բաքվում անդրադարձ չկար։ Ադրբեջանի մամուլը լռում էր։ Ալիևը, ով այն ժամանակ դեռ Քաղբյուրոյի անդամ էր, չուղարկեց ոչ ծաղիկներ, ոչ ցավակցական հեռագիր։ Ինչպես թե Սարգսյանը երբեք գոյություն չէր ունեցել նրա համար։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք դավաճանության ամենախորը ձևը։ Ոչ թե ակտիվ հարված, այլ լռություն, ոչ թե սպանություն, այլ մոռացում։ Ալիևը համակերպվեց լռության մեջ ջնջել Սարգսյանի հիշողությունը, որովհետև նա գիտեր,
Հիշողությունը զենք է, որը կարող է վիրավորել նույնիսկ տասնամյակներ հետո։ Ովքեր շահեցին Ֆադեյ Սարգսյանի լռությունից, ովքեր օգտվեցին նրա մահից, եւ ամենակարևորը, ովքեր օգտագործեցին այն գաղտնիքները, որոնք նա պաշտպանում էր մինչև վերջ։ 1983 թվականին Սովետական Միությունը դեռ կանգուն էր, բայց արդեն ջաթերը երևում էին պատերին։ Ալիևը, ով դարձել էր Քաղբյուրոյի անդամ 82-րդին, այժմ ուներ լիովին տարբեր դիրք։ Նա այլևս չէր պարզապես Ադրբեջանի ներկայացուցիչը։ Նա էր մարդը, ով կարող էր ազդել ամբողջ Անդրկովկասի քաղաքականության վրա։ Գաղտնի փաստաթղթերը, որոնք Սարգսյանը թաքցվել էր իր բակում, երբեք չի գտնվել։ Նրա կինը, երբ նա մահացավ 89 թվականին, պատմեց իր մանուկներին այն մասին, որ հայրիկն ասել է. «Ճշմարտությունը հողի տակ է»։ Նրանք փրփրեցին ամբողջ բակը, բայց ոչինչ չգտան։ Միայն մի հին մետաղյա տուփի փշրանք, որը այլևս ոչինչ չպարունակում էր։ Ովքեր տարան այդ փաստաթղթերը։ Միայն երկու պատասխան կա։ Կամ Սարգսյանը ինքը հանեց դրանք նախքան մահանալը, կամ ինչ-որ մեկը, ով գիտեր, թե որտեղ այդ փաստաթղթերը, եկավ եւ հանեց դրանք նրա մահից հետո։ Եվ եթե երկրորդ տարբերակն է ճիշտ, ապա ինչպես այդ մարդը գիտեր ճիշտ վայրը։ Այստեղ վերադառնում ենք Ալիևի ցանցը։ Այս ցանցը, ըստ նախկին սպայի, աշխատում էր նույնիսկ Երևանում, նույնիսկ Սարգսյանի սեփական տանը։ Կային մարդիկ, ովքեր աշխատում էին որպես այգեպաններ, որպես տան մաքրուհիներ, որպես հարևաններ, եւ նրանք բոլորը հաշվետվություն էին տալիս, ասում է սպան։ Եթե այդ ցանցը իրոք գոյություն ուներ, ապա հնարավոր է, որ Ալիևի մարդիկ դիտարկում էին Սարգսյանի յուրաքանչյուր քայլը, նույնիսկ այն օրերին, երբ նա թաղում էր իր փաստաթղթերը։ Եվ երբ նա մահացավ, դրանք վերցրին այն, ինչ նա ամենաշատ փորձել էր պաշտպանել՝ փաստաթղթերը, անունները, հանդիպումների արձանագրությունները, ամեն ինչ անհետացավ, ինչպես Սարգսյանի ինքը, լուսաբացի մշուշում։ Եվ այսպես պատմությունը գրեց իր վերջին էջը ոչ թե արձակագրության, այլ լռության թանակով։ Մարդը, ով փորձեց կառուցել կամուրջներ, դարձավ անունը արխիվներում, իսկ այն, ինչ նա գիտեր, մնաց թաղված հավերժ։